Գիտեք, թե որն է կրծքագեղձերի ամենավտանգավոր ախտանիշը։ Երբեմն դրա բացակայությունը։ Հենց այդ պատճառով շատ կանայք ուշ են դիմում բժշկի։ Ցավոք շատ կանայք կարծում են, եթե գանգատներ չունեն, ցավ չունեն, ուրեմն խնդիր էլ չունեն եւ հետաձգում են իրենց կանխարգելիչ հետազոտությունները։ Հաճախ վաղ քաղցկեղի նշանները եւ ցանկացած կրծքագեղձի նոր սկսվող փոփոխությունը որևէ գանգատ եւ ախտանիշներ չի բերում։ Սխալ է կարծել, որ բոլոր կիստաները վերածվում են քաղցկեղի։ Իհարկե դա միֆ է։ Ծխախոտը, ծխելը ինչպես է վնասում կրծքագեղձերին։ Ծխելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, քանի որ այն պարունակում է բազմաթիվ քիմիական տարրեր, որոնք քաղցկեղածին են։ Մազահեռացման պրոցեդուրաներ, լազերային էպիլյացիաներ կամ ապարատային, որքանով են վնասում կրծքագեղձերը։ Այս պահին չկա որևէ ապացույց, որ լազերային էպիլյացիան ազդում է կրծքագեղձի վրա։ Կան կանոններ, որոնք պետք է պահել կրծքագեղձերի առողջության համար։ Այո, կան շատ կարևոր կանոններ, որոնք պետք է բոլոր կանայք անպայման հետևեն։ Դուք դիտում եք միֆեր առողջության մասին հաղորդումը, բարև ձեզ։ Գիտեք, թե որն է կրծքագեղձերի ամենավտանգավոր ախտանիշը։ Երբեմն դրա բացակայությունը։ Հենց այդ պատճառով շատ կանայք ուշ են դիմում բժշկի։ Այսօր խոսենք այն սխալների եւ կարևոր նշանների մասին, որը պետք է իմանա յուրաքանչյուր կին։ Կրծքագեղձերի առողջության մասին ամեն ինչ մեզ կպատնի ռադիոլոգ Հերմինե Պողոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բժշկուհի, իսկապես կրծքագեղձերի ամենավտանգավոր ախտանիշը երբեմն դրա բացակայությունն է։ Այո, ցավոք շատ կանայք կարծում են, եթե գանգատներ չունեն, ցավ չունեն, ուրեմն խնդիր էլ չունեն եւ հետաձգում են իրենց կանխարգելիչ հետազոտությունները։ Բայց հաճախ վաղ քաղցկեղի նշանները եւ ցանկացած կրծքագեղձի նոր սկսվող փոփոխությունը որևէ գանգատ եւ ախտանիշներ չի բերում։ Այդ պատճառով պետք չէ սպասել գանգատներին եւ պետք է կատարել տարեկան կանխարգելիչ հետազոտությունները տարիքին համապատասխան։ Ուրեմն պետք չէ սպասել որևէ գանգատի, այն կարող է չլինել, իսկ երբ կուրծքը ցավում է, նշանակում է խնդիր կա։ Ոչ միշտ, իհարկե լինում են դեպքեր, երբ որ ցավում է կիստոզ ֆիբրոզ փոփոխությունների հետևանքով, բայց լինում են դեպքեր, երբ ուղղակի ցավը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով, ցիկլի օրերի հետ կապված, միջկողային նևրալգիայի հետ կապված, բայց իհարկե ցանկացած ցավի կամ ախտանիշի դեպքում պետք է մոտենալ, հետազոտվել, նոր հետո կապել այլ պատճառների հետ։ Շատ կանայք սոնոգրաֆիա են անում, մտածելով, որ մամոգրաֆիա պետք չէ։ Եկեք հասկանանք, որ դեպքում է նաև պետք մամոգրաֆիա։ Պատկերը մեզ սոնոգրաֆիան ամբողջությամբ չի տալիս։ Ոչ, ցավոք կա այդ թյուր կարծիքը, որ միայն սոնոգրաֆիան բավարար է, բայց դրանք իրար լրացնող մեթոդներ են, այլ ոչ թե փոխարինող։ Իհարկե կախված է տարիքից, մինչև 40 տարիքը բավարարում ենք միայն սոնոգրաֆիայով, եթե որևէ խնդիր չենք հայտնաբերել։ Իսկ 40 տարեկանից բարձր անպայման պետք է կատարել մամոգրաֆիկ հետազոտություն, քանի որ մամոգրաֆիան կարողանում է տեսնել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են օրինակ միկրոկալցինատները։ Դա հենց քաղցկեղի վաղ ախտանիշն է, որը սոնոգրաֆիան բացարձակ չի կարող տեսնել։ Իսկ սոնոգրաֆիան հնարավորություն է տալիս մեզ գնահատել բաղօրակ փոփոխությունները, ավշային հանգույցները, կաթնածորանները եւ խիտ կրծքագեղձերի դեպքում է շատ ինֆորմատիվ։ Խոսենք ինքնազնման անհրաժեշտության մասին, բժշկուհի, որ շատ կանայք ուղղակի ուշադրություն չեն դարձնում, ինչ կտամ այս ինքնազննումը, որոնք են այն կարևոր նշանները, որ պետք է ուշադրություն դարձնել։ Ինքնազննումը իհարկե չի կարող փոխարինել սկրինինգին, բայց ինքնազննումը հնարավորություն է տալիս, որ կանայք շուտ հայտնաբերեն առկա փոփոխությունները եւ ժամանակին դիմեն մասնագետին։ Ամիսը մեկ անգամ դաշտանային ցիկլից 1 շաբաթ անց պետք է կատարել ինքնազննում։ Եթե կրծքում նկատում ենք շոշափվող գոյացություն, մաշկի ներքաշվածություն, պտուկի ներքաշվածություն, պտուկից մասնավորապես արյունային արտադրություն, պետք է անհապաղ դիմել մասնագետի։ Կարևոր է նաև մաշկի այտուցը, ասիմետրիա, կարմրությունը, այնպես որ շատ կարևոր է ինքնազննումը։ Իսկ սխալ է կարծել, որ բոլոր կիստաները վերածվում են քաղցկեղի։ Իհարկե դա միֆ է, սովորական բաղօրակ կիստաները, պարզ կիստաները երբեք քաղցկեղի չեն վերածվում, իսկ բարդ կիստաների դեպքում պետք է պարբերաբար հսկողությունը պահել, բայց անկախ դրանից ցանկացած նոր շոշափող գոյացություն պետք է գնահատվի մասնագետի կողմից։ Առողջ ապրելակերպը եւ կրծքագեղձերի առողջությունը փոխկապակցված են։ Օրինակ սնունդ, ֆիզիկական ակտիվություն, քուն, ինչպես կարող են ազդել կրծքագեղձերի առողջության վրա։
Առողջ ապրելակերպը շատ կարևոր է կրծքագեղձերի առողջության համար, քանի որ առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, նորմալ քունը, քաշի պահպանումը կարող են դրական ազդել կրծքագեղձերի առողջության վրա, իսկ օրինակ ստրեսը բավականին մեծ չափով բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Ինչպես նաև ճարպակալումը, ապացուցված է, որ ճարպային հյուսվածքը նպաստում է էստրոգենի արտադրությանը, ինչն էլ իր հերթին բերում է քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման։ Այնպես որ առողջ ապրելակերպը շատ կարևոր է կրծքագեղձերի առողջության պահպանման համար։ Իսկ որն է ամենատարածված վնասակար սովորությունը, որը անդրադառնում է կրծքագեղձի առողջության վրա բացասաբար, օրինակ ծխախոտը, ծխելը ինչպես է վնասում կրծքագեղձերին։ Ծխելը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը, քանի որ այն պարունակում է բազմաթիվ քիմիական տարրեր, որոնք քաղցկեղածին են, բացի այդ այն ազդում է բջիջների ԴՆԹ-ի վրա, որը կարող է թուլացնել պաշտպանական մեխանիզմները։ Բացի ծխախոտից շատ կարևոր է նաև ալկոհոլի օգտագործումը, ու կանոնավոր ալկոհոլի օգտագործումը ևս բերում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման։ Այդ պատճառով անհրաժեշտ է վնասակար սովորույթներից զերծ մնալ։ Մասնավորապես չծխել, չխմել, խոսքը խմիչքը չարաշահելու մասին է, ենթադրում եմ բժշկի։ Կանոնավոր խմել Շատ լավ։ Մազահեռացման պրոցեդուրաներ, լազերային էպիլյացիաներ կամ ապարատային, որքանով են վնասում կրծքագեղձերը։ Այս պահին չկա որևէ ապացույց, որ լազերային էպիլյացիան ազդում է կրծքագեղձի վրա, բայց լազերային էպիլյացիայի ճառագայթը մակերեսային շերտով է ազդում եւ միայն մաշկի եւ մազարմատի վրա է ազդեցություն ունենում, այսինքն այն չի թափանցում կրծքագեղձի խորը հյուսվածք, այդ իսկ պատճառով չկա որևէ ապացույց, որ այն կարող է բերել քաղցկեղի զարգացմանը։ Սա միֆ է։ Այո։ Շատ լավ։ Ինչ կասեք կրծքագեղձի իմպլանտների մասին, կատարածված կարծիք, որ այո, սրանք վնասում են կրծքագեղձերը եւ նույնիսկ կարող են քաղցկեղի առաջացման պատճառ հանդիսանալ։ Ոչ սա միֆ է, կրծքագեղձի իմպլանտները չեն կարող բարձրացնել քաղցկեղի զարգացման ռիսկը։ Շատ հազվադեպ, մոտ 50,000 մեկ կնոջ մոտ կարող է հանդիպել անապլաստիկ լիմֆոմայի դեպքեր, իմպլանտ կախյալ անապլաստիկ լիմֆոմայի դեպքեր, որը շատ հազվադեպ է հանդիպում, բայց պետք է կանայք իմանան, որ եթե ունեն իմպլանտ, պետք է շարունակեն կատարել տարեկան կանխարգելիչ հետազոտությունները, այդ թվում եւ մամոգրաֆիան, վերջի սերնդի սարքավորումները ունեն հատուկ ռեժիմ, որը չի վնասում իմպլանտները։ Ինչ պետք է իմանանք հորմոնալ դեղերի մասին եւ դրանց երկարատև օգտագործումը ինչպես է անդրադառնում կրծքագեղձերի առողջության վրա։ Հորմոնալ դեղորայքը ևս բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Այդ պատճառով պետք է այն անպայման նշանակվի բժշկի կողմից եւ կատարվի բժշկի հսկողությամբ։ Մինչեւ հորմոնալ դեղորայքների օգտագործումը կինը պետք է կատարի կրծքագեղձի հետազոտություն եւ երկարատև հորմոնալ բուժման պարագայում անպայման կուրծքը պետք է անընդհատ հսկողության տակ լինի, քանի որ կասկածելի գոյացությունների դեպքում մենք բարձրացնում ենք քաղցկեղի զարգացման ռիսկը։ Քիչ կանայք են հղիություն պլանավորելուց առաջ դիմում ռադիոլոգի հետազոտելու կուրծքը։ Սա սխալ է բժշկուհի, ինչ կտամես այս հետազոտությունը։ Պետք է հասկանանք, որ հղիության ժամանակ ևս տեղի ունենում բազմաթիվ հորմոնալ փոփոխություններ կնոջ օրգանիզմում եւ նախկինում արկա գոյացությունները կարող են հղիության ժամանակ մեծանալ, կարող են փոփոխվել։ Այդ պատճառով մինչ հղիություն պլանավորելը շատ կարևոր է հետազոտել կրծքագեղձերը։ Մասնավորապես ուզում եմ ուշադրություն դարձնել արտամարմնային բեղմնավորման ժամանակ կատարվող շատ հորմոնալ խթանումները, որոնց հետևանքով շատ ունենում են խնդիրներ։ Մինչ արտամարմնային բեղմնավորումը անպայման հետազոտել է պետք կրծքագեղձերը, որպեսզի բացառենք հղիության ժամանակ առաջացող քաղցկեղները։ Հետաքրքիր ինֆորմացիա է, իսկ կան կանոններ, որոնք պետք է պահել կրծքագեղձերի առողջության համար։ Այո, կան շատ կարևոր կանոններ, որոնք պետք է բոլոր կանայք անպայման հետևեն։ Առաջինը ուզում եմ առանձնացնել, որ պետք չէ սպասել գանգատների, պետք է կատարել տարեկան կանխարգելիչ հետազոտություններ տարիքին համապատասխան։ Ուզում եմ շեշտել, որ շատ կարևոր է, որ կատարեք ձեր տարիքին հենց համապատասխան հետազոտություն։ Մինչև 40 տարեկանը սոնոգրաֆիա, 40 տարեկանից հետո մամոգրաֆիա։ Շատ կարևոր է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, բավարար քունը, քաշի հետևումը, ավելորդ ճարպակալումից զերծ մնալը, որը նույնպես կնվազեցնի քաղցկեղի զարգացման
զարգացման ռիսկը, հրաժարվել վնասական սովորույթներից, ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, անպայման ամեն ամիս կատարել ինքնազննում եւ ցանկացած նոր փոփոխության դեպքում դիմել մասնագետի, չհետաձգել հետազոտությունները եւ ամենակարևորը, որ ուզում եմ առանձնացնել, հղիություն պլանավորելուց առաջ, հորմոնալ դեղորայքներ օգտագործելուց առաջ անպայման հետազոտեք կրծքագեղձերը եւ նման դեղորայքային միջոցները թող նշանակվեն բժշկի կողմից եւ ստանաք բժշկի հսկողության ներքո կուրծքը հետազոտելով։ Որպես ամփոփում կոտրենք եւս մի քանի տարածված միֆեր կրծքագեղձերի առողջության մասին, որոնց դեռ հավատում են։ Առաջին, փորի վրա քնելը վնասում է կրծքագեղձերը կամ խանգարում դրանց աճին։ Դա միֆ է, որի վրա քնելը ոչ մի կերպ չի կարող վնասել կրծքագեղձերը, բայց ուզում եմ առանձնացնել, որ եթե ունենք կիստոզ ֆիբրոզ փոփոխություններ, ապա փորի վրա քնելը կարող է նպաստել ցավի ավելի շատացման, հա, եթե բուժարոյի մոտ կա ցավ, փորի վրա քնելը ավելի է նպաստելու։ Փոքր կամ սեղմող կրծքալ կրելը կրծքագեղձի քաղցկեղ է առաջացնում։ Դա եւս միֆ է, սեղմող կրծքալը չի կարող քաղցկեղ առաջացնել, բայց կրծքալը պետք է անհարմարություն չպատճառի, քանի որ կարող է բերել մաշկի գրգռման, տրավմաների, այդ պատճառով պետք է հարմարավետ կրծքալ կրել։ Սթրեսը չի կարող վնասել կրծքերին։ Ստրեսը ամենամեծ թշնամին է, քանի որ այն բերում է բազմաթիվ հորմոնալ փոփոխությունների, որի ֆոնին էլ բերում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկին։ Սոլարին կրծքագեղձի քաղցկեղ է առաջացնում։ Չկա որևէ ապացույց, որ նա բերում է կրծքագեղձի քաղցկեղի, բայց սոլյարին ունի ուլտրամանուշակագույն ճառագայթներ, ինչը քաղցկեղածին է, եւ կա ապացույց, որ այն բերում է մաշկի մելանոմայի քաղցկեղի զարգացմանը, այդ պատճառով պետք է զերծ մնալ։ Կրծքագեղձի բոլոր կիստաները վերածվում են քաղցկեղի։ Սա եւս տարածված միֆ է, եւ մեր բուժառուները շատ անհանգիստ են կիստաներից, ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ սովորական պարզ կիստաները անվտանգ են եւ չեն կարող երբեւե քաղցկեղի վերածվել։ Իսկ մնացած դեպքերում ուղղակի պետք է հսկողություն։ Եթե ընտանիքում ոչ ոք չի ունեցել կրծքագեղձի քաղցկեղ, ես վտանգի տակ չեմ։ Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղի միայն 10-ից 15%-ն է գենետիկ նախատրամադրվածությամբ, իսկ մնացածը առաջանում են ուղղակի կյանքի ընթացքում, այնպես որ եթե ուզում եք ձեզ ապահովագրել, ուղղակի կատարեք տարեկան կանխարգելիչ հետազոտություններ։ Եթե կրծքագեղձը չի ցավում, ուրեմն այն առողջ է։ Սա ամենատարածված միֆն է, ինչպես արդեն նշեցի, կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլը որևէ կանգատ չի տալիս եւ հայտնաբերում ենք միայն պատահական սոնոգրաֆիայի կամ մամոգրաֆիայի հետազոտության ժամանակ։ Շնորհակալություն բժշկուհի ինֆորմատիվ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հոգ տարեք ձեր առողջության մասին, մի հետաձգեք կանխարգելիչ սնումները, լավագույն պաշտպանությունը ձեր առողջությանը ժամանակին հետևելն է։ Հետևեք նաև մեր հաղորդումներին, բաժանորդագրվեք առողջության մասին կարևոր ինֆորմացիան բաց չթողնելու համար։ Շնորհակալություն Յասաման ռեստորանին ընկերական համեղ հանդիպումների, ջերմ հիշողությունների լավագույն հավաքատեղի Համեցեք Յասաման, Երևանում, Ծաղկաձորում եւ Սևանում։ Ինչպես նաև շնորհակալություն Հովակիմյան էսթետիկ կենտրոնին, մասնագետներ, ում կարող եք աչքերը փակ վստահել։ Հովակիմյան էսթետիկ կենտրոն, իմ լավ տրամադրության հասցեն։ Կհանդիպենք։